Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, ունենք շատ կարճ հայտարարություն նիստից առաջ, մասնավորապես տեղական վճարների հետ կապված, որը ներառում է հանրային տրանսպորտ եւ կարմիր կետագծերը, կայացրել ենք այսպիսի համատեղ դիրքորոշում, որ քանի որ քվեարկության ձայների առումով կան օբյեկտիվ բացակայողներ, պարոն Սամվել Հարոյանը երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է անհնար է որ նա գա, Զարոհի Պոստանջյանը երկրում չէ եւ պարոն Թորոսյան դուք էլ չեք։ Սեդա Տերմինասը մեր գործընկերը երկրից դուրս է, նույնպես երկրում չէ եւ միտքը այս պարագայում, քանի որ քվեարկության հաշվարկով մերժելը անիրատեսական է, այդ թանկացումները, որ նորից ուզում են Երևանցուզին փաթաթել, որպեսզի չդառնա իրականություն եւ կանխվի եւ վիժեցվի, միակ տարբերակը այդ հարցի քվեարկությանը չմասնակցելն է, քվորում չապահովելն է եւ բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ընդդիմադիր, պետք է այդ դիրքորոշմանը գան հանուն Երևանցու շահի։ Այսինքն խոսքը գնում է չզեկուցվող հարցերի փաթեթին քվեարկությանը չգրանցվելը միայն այդ փաթեթին եւ այդ հարցերը ներառված են չզեկուցվողների մեջ այդ փաթեթին չգրանցվել ինչը իդեպ մենք ձեզ ասեմ մեր ֆրակցիան միշտ չզեկուցվող հարցերի փաթեթին չի գրանցվում անցած տարվա մանրին էլ նույնիսկ տեղական վճարների մասով էլի մենք չենք մասնակցել տրանսպորտի բարդագետագծերի նոր որոշումը գնալու են ուղղակի եթե ստացվի կանխել եւ վիժեցնել կարծում եմ քաղաքային իշխանությունները կփորձեն մինչև տարեվերջ ինչ որ նոր նիստ հրավիրել, բայց այդ պայն կֆիքսվի, որ չընդունվեց։ Պահպանումը։ Պետքա դա հատկապես այն բան ֆոնին, որ ասենք դատարանում վերստին մեր հայցը հաջողության է հասել, հերթական անգամ դատարանը համարել է ոչ իրավաչափ այդ թանկացումները։